Ես կարծում եմ առաջիկայում չնայած այս ողջ ռեպրեսիվ, իրականում դասական իմաստով ռեպրեսիվ միջամտությունների, երբ որոշակի ճեղքում կկարողանանք իրականացնել, իրավունքի վերականգնմանն ուղղված գործողությունների որոշակի արդյունքներ կկարողանանք ապահովել, իսկ ես համոզված եմ, որ մենք դա կարողանալու ենք ապահովել, կարծում եմ ձեր հարցադրումը իսկապես հնարավորություն կունենաք փոխանցելու հենց Սամվել Կարապետյանին։ Պարոն Վարդևանյան, մենք ճիշտ թվում միջազգային տարբեր կազմակերպություններ են արձագանքել ստեղծված իրավիճակին, կան արդյոք իրավական կառույցներ, կազմակերպություններ այդ թվում, որոնք հետաքրքրվել են գործի համատեքստով հաշվի առնելով այս աղմկահարույց երևույթները։ Ես կարող եմ ձեզ հետևյալ կերպ իրազեկել մի շարք գործիքակազմեր, որոնք նախատեսված են միջազգային իրավական պաշտպանության տեսանկյունից, նախապատրաստվում են, որոշակի իմաստով իրացվում են եւ իրացվելու են։ Վստահ եղեք, այսինքն մենք ունենք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային տեսանկյունից համալիր մի քանի հնարավոր գործողություններ։ Բոլորը կատարվելու են, անխտիր։ Հավելյալ իհարկե իրազեկում կտրամադրենք։ Իսկ հաշվի առնելով հանգամանքը, որ համակարգական հանդիսանալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եւ դրանից ելնելով Ռուսաստանը բազմիցս նաեւ իր, այսպես ասած, դիրքորոշումն է հայտնվել Սամվել Կարապետյանի շուրջ ունեցող իրադարձությունների հետ կապված եւ ի տարբերություն Ֆրանսիայի Ռուսաստանի հուշում է չխառնվել մեր երկրի ներքին գործերին։ Որքանով է դա համարվում է երկրի ներքին գործերին խառնվել հաշվի առնելով որևէ քաղաքացի լինելու հանգամանքը եւ հաշվի առնելով այդ հանգամանքը ինչ իրավասություն ունի Ռուսաստանի Դաշնությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ գործի հետ կապված եւ արդյոք անում է ինչ-որ քայլեր։ Ես հետեւյալը կարող եմ արձանագրել, որ հաշվի առնելով այն տնտեսական նաև գործունեության հանգամանքը, որը Սամվել Կարապետյանը իրականացնում է թե ՌԴ-ում, թե այլ երկրներում իդեպ, բազմաթիվ երկրներից էլ կարող են լինել հստակ արձագանքներ այն ապօրինի քրեական հետապնդման, այն իրականում ակնհայտ իրավունքից ընդհանրապես դուրս խափանման միջոց կալանքի վերաբերյալ բազմաթիվ երկրներից վստահ եղեք լինելու են։ Այսինքն ամեն դեպքում հիմա Մակրոնի հայտարարությունը դուք մեջ բերում եք, բայց նույն ֆրանսիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդմանը։ Իդեպ ինքս էլ պատիվ ունեցել եմ դրա վերաբերյալ հարցազրույցը հենց այսպես ասած տվյալները փոխանցել գործընկերոջը։ Բայց մի բան եմ ուզում իրավական տեսանկյունից ֆիքսել։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ թե զուտ քաղաքացի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ։ Իր շահերի գործունեության կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը համաձայն պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքի։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև անձը իսկապես երբ խոշոր անվանի գործարար է, կարող է ունենալ իր բիզնես գործունեությունը բազմաթիվ երկրներում։ Սամվել Կարապետյանի դեպքում իսկապես իրավիճակը այդպիսինն է, բայց վերջինս իր գործունեության, այսպես ասած, հիմնական առնչության որպես թե գործարար, թե որպես անձ, թե որպես քաղաքացի ընկալվում է հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Սա կարևոր հանգամանք է, իսկ այն, որ եկեք սա էլ հաշվի առնենք, այս քրեական հետապնդումը, հաշվի առնելով իր աղմկահարույց բնույթը, հաշվի առնելով դրան սկիզբը առնող Facebook-յան արդարադատությունը իսկապես բավականին դիպուկ եզրույթ է հանդիսանում, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության եւ վարկանիշի տեսանկյունից էլ է մեզ վնաս տալու։ Եվ դրա համար իդեպ վստահ եղեք որևէ մեկը շահագրգռված չէ։ Այդ թվում հենց Սամվել Կարապետյանն էլ բնավ շահագրգռված չէ, որ Հայաստանի Հանրապետության վարկանիշը նման անկում ապրի։ Իսկ դա իրականությունն է, ուզենք թե չուզենք, քանի որ պետության, այսպես ասած, մի քանի պաշտոնյաների գործողությունների արդյունքում հետևանքները կրում է Հայաստանի Հանրապետությունը։ Մի շարք գործողություններ կարող է իրականացնել եւ որը չի կարող դիտարկվել որպես միջամտություն պետության ներքին գործերին, քանի որ այո, տվյալ դեպքում նաեւ ՌԴ քաղաքացիության հանգամանքը առկա է, բայց ես ուզում եմ այլ կողմից հարցին մոտենալ, իսկ այդ կողմը հանդիսանում է այն, որ Սամվել Կարապետյանի կողմից եթե նայում ենք իր իրականացրած գործունեությունը տարիների ընթացքում, նաեւ բարեգործական ծրագրերը, իդեպ Հայաստանում եւ Արցախում
կարող ենք այդ իմաստով նաև առանձնացնել հենց Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը։ Այդ տեսանկյունից կարծում եմ նման տեսակ իրավական գործիքակազմերի հնարավորությունը իհարկե առկա է, բայց նաև մենք հաշվի ենք առնում այստեղ քաղաքական հետապնդման կոնտեքստը եւ ոչ միայն կոնտեքստը, այլ դրա փաստական տվյալը։ Ես հաստամ եմ, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է արել եւ այդ գրառման մեջ կրկին սպառնում է հեծյային աշխատակիցներին, որոնք իր խոսքով զբաղված են քաղաքական խարդավանքներով, ասում է հուլիսին կազմեն աշխատանքից եւ հավելում է. նրանք, ովքեր հետ աշխատակիցներին պարտադրում են հավաքներին մասնակցել, նաեւ կդատվեն։ Նախ ինչ իրավունքով է այսպես կարող է այս օրվա իրավիճակով խարդվել մասնավոր ընկերության գործունեությանը Եվ արդյոք սա արդարադատությանը միջամտելու փորձ է, որտեղ դատարանը վերջում պետք է որոշել, ինչ որ մարդը կալանավորվի, թե չէ, կդատվի, թե չէ։ Իրականում շատ դժվարանում եմ մեկնաբանել նման հայտարարությունները, անկեղծորեն եմ ասում, քանի որ մեկնաբանելիս պետք է որպես հավանաբար փորձեմ իրավական հիմքեր գտնելու տեսանկյունից մեկնաբանեմ, իսկ դա չափազանց դժվար է այս իրավիճակում։ Ես հիմա ուղղակի ուզում եմ հասկանամ, ես հիշում եմ երեք Վլադիմիր Վարդանյանը իր ելույթում խոսում էր նրա մասին, որ սա եղածը դեռևս կանխարգելիչ հնարավորության մասին է, հնարավորության, որ այնպես չէ, որ իրենք այս գործիքից օգտվելու են։ Փաստորեն, բայց արդեն գործադիր իշխանության ղեկավարը ասում է, որ հուլիսին հաստատ օգտվելու են։ Հասկանում եք, այս աստիճան իրար հակասող իրավիճակ, գիտեք որ դեպքերում է լինում, երբ նպատակը գործողության լինում է ոչ լեգիտիմ։ Երբ իրավունքին միջամտություն է տեղի ունենում, մենք ունենք շատ հստակ տարիների ընթացքում ձևավորված մեխանիզմ։ Այդ միջամտությունը պետք է լինի պիտանի, պետք է լինի անհրաժեշտ եւ պետք է լինի համարժեք, միաժամանակ հետապնդելով լեգիտիմ նպատակ։ Հիմա տվյալ դեպքում այնինչ տեղի է ունենում, հեծի նկատմամբ այս իմ թվարկած չափորոշիչներից որևէ մեկի հետ նվազագույն համապատասխանություն չունի։ Եվ սա ակնհայտ է, թե Հայաստանի Հանրապետությունում, թե տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Իսկ իրավական հետևանքները այդ իմաստով փոխհատուցումների եւ այլ գործիքակազմերի կրկին որպես տուժող հանդիսանալու ենք բոլորս։ Եվ հույս ունեմ, որ թե աշխատողների գործունեությանը միջամտությունից պետք է զերծ մնալը ընկալվի, թե պետք է անմեղության կանխավարկածը հարգվի։ Եվ ի վերջո գործադիր իշխանությունը չպետք է երբեք վերածվի դատական իշխանության։ Թեև կրկին հիշեցման կարգով Արմեն Դանիելյանը պետք է դառնա Վճռաբեկ դատարանի դատավոր, Արմեն Դանիելյանի մասնագիտական գործունեության այդ աճը կախված է մեկ խմբակցությունից։ Եվ այդ մեկ խմբակցությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է, ով ամեն օր խոսում է Սամվել Կարապետյանի մասին։ Եվ Հայաստանի Հանրապետության իրական ժողովրդավարական մթնոլորտում հենց Արմեն Դանիելյանը պետք է որոշի Սամվել Կարապետյանը շարունակի մնալ կալանավորված միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար, որտեղ այլևս Հայաստանում ոչ մեկ չի կալանավորվում, թե բոլոր դեպքերում պետք է շարունակի մնալ կալանավորված։ Կարծում եմ այսքան բարդ իրավական կանխատեսում կատարելու հնարավորություն այլևս չի լինում։ Ժողովրդի մեջ տարածված թեզ է, ասենք, ես հիշում եմ դրան անվրանքեք, ամեն դեպքում ինչքան էլ աբսուրդ լինի, բայց մարդիկ այդպես են։ Պուտինը Սամվել Կարապետյանին ուղարկել է Հայաստանի իշխանապետություն անելու եւ վարչապետ դառնալու եւ կգա այն բանը, որ Պուտինը տեղ կկանգնի անկեղծ չթողնի։ Անկեղծ ասած չեմ կարողանում պատկերացնել ինչպես փորձեմ արձագանքել նշված հարցադրմանը, ժողովրդի մեջ խոսակցություններին վերաբերում եմ իհարկե մշտապես հարգանքով, քանի որ յուրաքանչյուրս ունի իր կարծիքի իրավունքը, ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե Սամվել Կարապետյանի դեպքում դրա համար քրեական հետապնդում է հարուցվել եւ վերջինս կալանավորված է հենց իր ազատ կարծիքը եւ խոսքը իրացնելու համար, այդ առումով կարող եմ նաեւ ինչ որ իմաստով օգտվելով այս հնարավորությունից մեր հայրենակիցներին էլ զգուշացնեմ, որ հատկապես մայրաթոռը պաշտպանելու համար, եթե մի քիչ էլ բնական այսպես ասած վրթովմունք էլ ունենակ, շատ հնարավոր է եւս դա դիտարկվի որպես իշխանության զավթման կոչ, չենք կարող բացառել, արդեն դրա նախադեպը ունենք, Սամվել Կարապետյանը հանդիսանում է
Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեր հայրենակիցներին կարող ենք նշված հանգամանքը հիշեցնել, որ մեր օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել կառավարության անդամ, ազգային ժողովի պատգամավոր եւ այլն։ Հետևաբար կարծում եմ դրանով այդ հարցը կարող ենք դնել մի կողմ Հայաստանի այո, դա հանրային ճշմարտություն է։ Այսինքն առնվազն ես չեմ կարող ժողովրդի կարծիքները մեկնաբանել, կարող եմ փորձել ուղղակի իրավիճակային մեկնաբանությունը տալ։ Բայց նաև առաջարկում եմ սրանով սահմանափակվենք հարգելի գործընկերներ, վերջին հարցը։ Ժողովրդի թեզերի մասին խոսք գնա, թեզեր կան նաև, որոնք ուղիղ կապ են տեսնում, օրինակ 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը եւ 2025-ի նույն օրը հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի կալանավորմանը կապված։ Այս պետք է փնտրել ինչ-որ ուղղակի կապակցություն այս համար, էքսկլյուզիվ, քանի որ այսպես ասած ժողովուրդն է ասում, նաև հանրային շրջանակներ են արձանագրել ու քաղաքական։ Տեսեք, եթե նախորդի հնչեցված հարցադրման վերաբերյալ ավելի շատ կարծիքի, սուբյեկտիվ դատողությունների, հնարավոր վերլուծությունների տիրույթում էր, ձեր կողմից ներկայացված հարցադրումը իր մեջ փաստական տվյալ ունի։ Փաստական տվյալ 2021 թվականի հունիսի 18 Սամվել Կարապետյանը ստացվում է իր գործունեությամբ Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես մարդ, ում նկատմամբ իրենք ուզում են քրեական հետապնդում իրականացնել։ Մի հատ էլ չեն զլանում, հետախուզում են հայտարարում։ 2025 թվական հունիս 18 Հայաստանի Հանրապետությունը իրավական ռեպրեսիվ ողջ համալիրը իրացնում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, թե իր անձնական ազատության իրավունքի, թե սեփականության իրավունքի, թե արդար դատաքննության իրավունքի, ի վերջո վերհիշենք վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած։ Այս առումով արդյոք այստեղ պատահականություն է այդ ամենը թե ոչ։ Եկեք ես դատողություն չանեմ, բայց առնվազն ֆիքսենք հաստական տվյալ Ադրբեջանի համար Սամվել Կարապետյանը հանդիսանում է հետախուզման, հետապնդման ենթակա անձ։ 2025 թվական հունիս 18 Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության իրավապահների եւ իհարկե գործադիր իշխանության ղեկավարի խոստման արդյունքում հանդիսանում է քրեական հետապնդման ենթարկվող ապօրինի կալանքի մեջ գտնվող անձ։ Այն որ կալանքն էլ հետապնդումն էլ ակնհայտ ապօրինի է, անզեն աչքով նկատելի է։ Դրա համար նույնիսկ իրավաբան պետք չի լինել։ Այն որ այստեղ կրկին եմ ուզում նշել, քրեական գործ չկա, դա ակնհայտ է։ Այստեղ ես նույնիսկ փաստական տվյալների հետ կապված վեճել չեմ կարողանում ունենալ։ Այն որ նույնիսկ մասնակցել, միջամտել մեր ձևով այդ արտահայտությունների հետ կապված ինչ իրավական վեճ ունենանք, չենք կարողանում ունենալ։ Բայց այն որ այս խափաման միջոց կալանքը վերացվելու է, համոզված եղեք։ Այն որ այս քրեական հետապնդումը ի վերջո իր տրամաբանական ավարտն է ունենալու, դրանում էլ համոզված եղեք։ Գործընկերներից հետ միասին էլ անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելու ենք։ Ձեզանից էլ շատ շնորհակալ ենք, որ դուք իրականում եւս մեկ այս գործընթացում աջակցում եք։